ուզում եմ ասել, որ մեր մշակույթի հանձնաժողովը բանավոր կերպով կոնսենսուսային մակարդակով համաձայնության էր եկել, որ պետք է ոչ թե բերել անվանափոխություններ, այլ անվանակոչություններ, որովհետև քաղաքի կենտրոնը համարյա բոլորը այսպես արդեն հիմնականում անվանակոչված փողոցներ են, անուններ ունեցող փողոցներ են, եւ շատ ծայրահեղ դեպքերի, շատ ծայրահեղ անհրաժեշտության համար միայն կարող ենք նման հարցեր քննարկել։ Եվ բոլորս համաձայնության ենք եկել, որ պետք է անվանափոխություն չարվի, դա շատ լուրջ խնդիրներ է առաջացնում։ Սա մեկ։ Եվ երկրորդը, այս նույն կոնսենսուսի հետ կապված, պետք է տեղի բնակչության համաձայնությունը գոնե շատ փոքր վիճակագրական տվյալներ ներկայացվեին, թե բնակչության որ մասը, ինչքան մասը դրան համաձայն կամ ոչ։ Փաստորեն սա այս պահին արված չի, եւ դա հիմքեր, ինչպես ասում են, հիմքերը պակասեցնում է, հիմնավորվածությունը պակասեցնում է այս առաջարկի։ Այնուհետև ես այստեղ հանձնաժողովում նաև հիմնավորվեց, այստեղ չգիտեմ ինչի չասվեց, որ Լենինգրադ քաղաքը չկա, փոխվել է, նույնիսկ ռուսները չեն պահպանում իրենց Լենինգրադը, նախ դա ճիշտ չէ, այնտեղ կան, ասենք, անուններ, Լենինգրադ անունը պահպանվում է եւ գնացքի կայարանների եւ խոշոր մայրուղիների վրա, բայց դա էական չէ, այստեղ տրամաբանությունն է հետաքրքիր։ Ուրեմն եթե վաղը Կիև քաղաքը կամ չլինի, կամ այնտեղ ուկրաինացիները փոխեն իրենց անվանափոխություն անեն իրենց քաղաքի, մենք պիտի մեր կիևյան կամուրջը կամ կիևյան խաչմերուկը ասենք բերեք փոխենք, կամ եթե Արցախը չկա, Արցախի հանրապետությունը վաճառվեց Թուրքին, մենք այսօր պիտի ասենք դե չկա նման բան, Արցախ չկա, ինչ ենք պահում Արցախի փողոցը։ Սա տրամաբանություն չէ եւ հիմնավորում չէ նման հարցերի համար։ Հաջորդը Ես ուզում եմ ասել, որ հայկական քաղաքակրթությունը ունի առնվազն 5000 տարվա պատմություն եւ նրա գլխավոր առանձնահատկությունը հենց այն է, որ մշակութային բազմաշերտություն ունի, ինչը անհնար կլիներ, եթե ամեն եկող իշխանություն նախորդ իշխանության ժառանգությունը փորձեր վերացնել։ Ես չգիտեմ բոլշևիկներից ինչով են տարբերվում այսօրվա նման առաջարկ ներկայացողները, որովհետև միայն բոլշևիկներն էին 20-րդ դարի սկզբին, որ ասում էին քանդենք հին աշխարհը, կառուցենք նոր աշխարհ, այն ինչ որ հին է, այն ինչ որ բուրժուական է եւ այլն, դա մերը չէ եւ այսպես ջնջում են։ Պատկերացնում եք, եթե Տրթատ առաջինը գառնի տաճարն էլ ավերեր վերացներ, այսօր ինչով էի կպարտանալու։ Ես չեմ հասկանում, խորհրդային Հայաստանի Հանրապետությունը 70 տարվա ժառանգություն է ստեղծել եւ նույնիսկ դպրոցներում երեխաները, որ երկրորդ հանրապետություն են անցնում, իրենք աչքով տեսնում են, որ այդ դպրոցները, որ կառուցված են այդ բոլորը խորհրդային տարիների կառուցված է։ Այդ ամբողջ ժառանգությունը, որ դուք ուզում եք ջնջեք, ինչ եք ուզում տեղը դնել։ Ոչինչ։ Միանգամից ես կառաջարկեի Նիկոլ Փաշինյանի անունով այդ փողոցը անվանակոչել, որովհետև վաղը կարող է ասել Քրքորյանը փոխկապակցված է նախկինների հետ, ինքը այսպես բան է, ֆինանսավորել է նախկիններին, ուրեմն պետք է անվանակոչել։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն էլ պետք է հիշատակը հավերժացնելու համար վաղ թե ուշ մի փողոց պիտի պահեք, որ վերջապես իր անունով էլ անվանակոչվի։ Ինչ վերաբերում է հիմնավորմանը, ես կասեմ, որ այս նախագծի միակ հիմնավորումը այն է, որ միակ հիմնավորումը ատելությունն է եւ անհանդուրժողականությունն է, ընդ որում չեղած, այսպես ոնց ասեմ, երևույթների նկատմամբ խորհրդային պետությունը չկա, բոլշևիզմը չկա արդեն 100 տարի, 100 տարի չկա բոլշևիզմ այս երկրում, եւ զարմանում եմ, որ դուք այդ ուրվականի հետ մինչև այսօր կռիվ եք տալիս, սա ադեկվատ չի։